Հարգելի խորհրդարան, կառավարության հարգելի ներկայացուցիչ, մենք իհարկե որոշել ենք, որ բուն օրենքին մենք այսօր չենք անդրադառնա, որովհետև այնուամենայնիվ կարծում ենք, որ այնպիսի կարևոր իրադարձություն, ինչպիսին է նոր հարկային օրենսգրքի ընդունումը, պահանջում է շատ ավելի խորը վերլուծություն եւ շատ ավելի լուրջ քննարկումներ։ Իդեպ դա այն է, ինչ որ դուք չեք արել, այսինքն դուք չեք կազմակերպել անհրաժեշտ հանրային քննարկում եւ չեք կազմակերպել ամբողջ գործընթացը այնպես, որ Հայաստանի քաղաքական ուժերը, պատգամավորները հնարավորություն ստանան խորությամբ վերլուծել առաջարկված ռեֆորմը, եթե դա կարելի է այդպես կոչել։ Ընդհանրապես մենք մեզ անգամ այսպիսի բան ասացին, վաղվանից հրավիրել են մեր փորձագետին քննարկման օրենքին։ Այսինքն մենք առաջին ընթերցմամբ ընդունում ենք այս օրենքը, բայց քննարկումները սկսում են վաղը։ Բացատրությունը հետևյալն է, որ համաշխարհային բանկի պահանջով մենք պետք է ինչ-որ վերջնաժամկետների մեջ տեղավորվենք, այդքան լուրջ մի վերաբերվեք, քննարկումների համար ճանապարհը բացված է, երկրորդ ընթերցմամբ արդեն շատ ավելի լուրջ կքննարկենք այս օրենքը։ Գիտեք, համաշխարհային բանկի պահանջով շտապողականության մեջ ընկնելը մեր կարծիքով ամոթալի մի իրողություն է։ Մենք երբեք թույլ չենք տվել ժամանակին 90-ական թվականներին, որ համաշխարհային բանկը մեզ վերջնաժամկետներ թելադրի, ավելին ասեմ, այն ժամանակ Բագրատյանը ափսոս այստեղ չի, ինքը կհաստատեր, մեր թիմը ինքն էր նախաձեռնող, ինքն էր դնում վերջնաժամկետներ եւ համաշխարհային բանկը մեր հետ հարաբերություններում ուներ ընդամենը խորհրդականի կարգավիճակ։ Այսօր ցավոք սրտի համաշխարհային բանկը դարձել է թելադրող, իսկ մեր աննախաձեռնող կառավարությունը ըստ էության զբաղված է նրանով, որ կուրորեն կատարում է նրա պահանջները։ Եվ սա խայտառակ իրողություն է, այսպիսի բան ընդհանրապես չպետք է լիներ հարկային օրենսգրքի ընդունման հետ կապված։ Հիմա իհարկե մինչև երկրորդ ընթերցում այնուամենայնիվ մենք կմտնենք այս աշխատանքի մեջ, կքննարկենք, դուք խոստացել եք մի տեղեկանք ներկայացնել մեզ, պարոն Միրումյան, որում նշված է, թե կոնկրետ ամեն մի քայլը ինչ ազդեցություն է ունենում բյուջեի վրա, մենք մինչև հիմա չունենք այդ տեղեկանքը եւ շատ լավ կլիներ, որ մենք այդ բոլոր հաշվարկները ունենայինք, որովհետեւ միայն այդ հաշվարկները ունենալուց հետո ձեր բոլոր վերլուծությունները համապարփակ ունենալուց հետո մենք կարող ենք հանդես գալ հիմնավորված դիրքորոշմամբ։ Բայց բուրըն կրքերը արդեն այս դահլիճում տեսանելի են եւ մենք էլ կարող ենք մի բան արձանագրել, որ այս պահին պարզ է, որ Գանձարյանը դատարկ է եւ կառավարությունը ըստ էության բավականին հուսահատ քայլեր է կատարում, որ կարողանա Գանձարյանը լցնել։ Ցավոք սրտի արդեն շատերի կողմից փաստորեն այս հարկային օրենսգիրքը ընկալվում է որպես, այսպես ասեմ, քերթողական քաղաքականության մի նոր դրսևորում։ Տեսակ ինչքան ծանր ռեակցիա եղավ, ընդ որում եղավ ռեակցիա ապստամբությունը կարելի ասել գալիս է ոչ միայն արմատական ընդդիմությունից, այլ շատ տարօրինակ է, բայց գալիս է նաև հանրապետական ճամբարից։ Այստեղ մի հանգամանք կուզեի նշել, շատ հետաքրքիր է, որ մարդիկ, ովքեր բավականին զուսպ են իրենց պահում եւ շատ պասիվ են լինում, չեն մասնակցում քննարկումներին, մի այնպիսի լուրջ աշխուժություն դրսևորեցին այստեղ, որը բացատրություն պետք է ունենա, եւ այդ բացատրությունը ես մի քիչ անց կներկայացնեմ։ Գլխավոր հարցը, որը մենք բոլորս պետք է հասկանանք եւ պետք է լուծենք, իրականում կայանում է հետեւյալում։ Ժամանակակից քաղաքագիտությունը բաժանում է պետությունները երկու կատեգորիայի, կոպիտ ասած, տենց բաժանում է անում, կոպիտ բաժանում բավականին, գիշատիչ պետություններ, այսինքն predator states եւ զարգացողական պետություններ, developmental states։
Հիմա մենք մեզ հարց տանք, Հայաստանը այդ կատեգորիաներից որ մեկին է պատկանում։ Ես կարծում եմ հարցի պատասխանը մենք տվել ենք մեր բազմամյա գործունեությամբ, բացահայտելով չարաշահումները, կոռուպցիայի մասին, մենաշնորհների մասին, եւ իրականում իսկապես խնդիրը ավելի շատ այդտեղ է թաքնված եւ թաղված։ Հիմնական պատճառը թե ինչու է Հայաստանը այսօր գիշատիչ կամ կեղեքիչ կամ չգիտեմ քերթիչ պետություն, դրանում է, որ Հայաստանում այնուամենայնիվ այս ապօրինի մենաշնորհները կոռուպցիան արմատավորվել են եւ աղճատել են մեր ամբողջ քաղաքական տնտեսական համակարգը։ Բայց իդեպ հիմա անդրադառնամ այդ խնդրին, թե ինչու էին այնուամենայնիվ որոշ падգամավորներ իշխանական ճամբարից այդքան աշխուժ։ Դա իդեպ մեր քաղաքական աղճատված համակարգի եւս մեկ դրսևորում է։ Բան այն է, որ հակառակ սահմանադրության պահանջների մեր պարլամենտում արկա երևի կեսից ավելին ոչ միայն падգամավորներ են, այլ ձեր հետ նաև բիզնեսներ ունեն, մեծ ձեռնարկատերեր են, չգիտեմ, ոմանք անգամ լրջագույն մենաշնորհների տեր, բնական է, որ նրանց մոտ նկատվում է այդ աշխուժությունը, հատկապես այս օրենքի քննարկման ժամանակ։ Եվ ինքնին այդ փաստը արդեն, չգիտեմ, ախտանշաններից մեկն է մեր քաղաքական տնտեսական համակարգի։ Հայաստանում պետք է լինի խորհրդարան, որը լիովին մաքուր է եւ զերծ է այդպիսի թելադրանքներից եւ շահերից, որը մենք չունենք, բայց որը պետք է լինի, որին հասնելը պետք է լինի մեր նպատակը։ Ես առիթ ունեցա հարցերի ժամանակ ասել, որ խնդիրը այն օրենսգրքի, որ դուք ներկայացրել եք, նաև կայանում է նրա վրա, որ դուք շեշտադրումը դրել եք անուղղակի հարկերի վրա, ընդ որում ավելացված արժեքի հարկերը, գումարած ակցիզի հարկերը կազմելու են ձեր նախատեսածով եկամուտների 75%-ը։ Սա անընդունելի բան է։ Սա իրականում իսկապես առաջին ապացույցն է, որ ձեր առաջ դրված է ոչ թե տնտեսությունը խրախուսելու նպատակ, այլ չգիտեմ, քերթելու, հավաքելու, ինչքան հնարավոր է շատ հավաքելու դրամ հավաքելու խնդիրը։ Որովհետև ավելացված արժեքի հարկը դա ինչ հարկ է, դա մի հարկ է, որ վերցվում է անկախ նրանից դուք քո այդ գործունեությունը տնտեսական հաջողակ է, թե ոչ։ Արդյոք դու հասել ես հաջողության, չգիտեմ, շահույթ ունես եւ այլն, անկախ ամեն ինչից այդ հարկը վերցվում է։ Մինչդեռ, եթե խոսքը գնում է նրա մասին, որ մենք պետք է խրախուսենք տնտեսությունը, մենք պետք է շեշտադրումը դնենք հենց շահութահարկի, չգիտեմ, եկամտահարկի վրա, իհարկե այնուամենայնիվ պահպանելով որոշակի լիմիտներ, որ չստեղծվի համեմատության մեջ լուրջ տարբերություն այլ երկրների հետ։ Մեկ այլ դրսևորում, իրականում խնդրեմը անգամ եթե մենք ընդունենք լավագույն հարկային օրենսգիրքը, խնդրեմը այն է, որ միևնույն է այդ քաղաքականության իրականացումը լինելու է խտրական, եթե մենք պահպանենք այս համակարգը։ Օլիգարխին սպասարկելու են հարկային նույն տեսչությունը, վախենալու է մոտենալ օլիգարխին, մենաշնորհային այդ պաշտոնյաներին, իսկ գանձարանի խնդիրները լուծելու է սովորական բիզնեսմենների հաշվին, այն ինչ որ Հայաստանում այսօր կատարվում է։ Իսկ եւս մեկ սիմպտոմ, ախտանիշ, որը ցույց է տալիս Հայաստանի այսօր գիշատիչ վիճակը, դա համեմատությունն է Վրաստանի հետ։ Այսօր կներեք, ամբողջ մեր կապիտալը շատերը տեղափոխվել են Վրաստան եւ մենք Վրաստանում լինելով, հանդիպելով հայ գործարարների հետ, տեսնում ենք մի պարզ իրողություն։ Նրանք մեզ բացատրում են, որ այստեղ օրենքները շատ ավելի պարզ են, հարկային օրենսգիրքը շատ ավելի պարզ է, հարկատեսակները շատ ավելի քիչ են, կոռուպցիան շատ ավելի քիչ է։ Հենց այդ պատճառով էլ մենք Հայաստանից չենք ուզում շատ հեռանանք, գնում ենք Վրաստան։ Հարկեր հնա հարաբերակցությունը մատնայինք, ուրեմն որը նույնպես բավականին պերճախոս բաներ է ասում ես։ 2012 թվին եղել է 26%,
2013-ին թռիչք եղավ 22%, բայց այդ թռիչքը կապված էր նրա հետ, որ սոցիալական այդ 3.5-ը մտցրեցին հաշվարկի մեջ։ Դրանից հետո մենք իջել ենք նորից 27 ցուցանիշի, ինչը նշանակում է, որ իրականում ստվերը գնալով ավելանում է, եւ ավելանում է միայն այն պատճառով, որ օլիգարխներին մենք ձեռ չենք տալիս։ Կարճ ասած, մեր գլխավոր նպատակը պետք է լինի գիշատիչ պետությունից վերածվել զարգացողական պետությանը։ Դրա համար իհարկե այդ խնդիրը միայն հարկային օրենսգրքով լուծել հնարավոր չէ, եւ դա նշանակում է, որ մենք շատ ավելի լուրջ արմատական փոփոխությունների, ռեֆորմների մի գործընթաց պետք է սկսենք։ Դրա մեջ պետք է մտնեն ընտրությունների անցկացման խնդիրը, մենք Հայաստանում վերջապես պետք է անցկացնենք ազատ եւ արդար ընտրություններ, պետք է ձևավորվի լեգիտիմ իշխանություն, որը հաշվետու է իր ընտրողի առջև։ Այս խնդիրը մինչև չլուծվի, կներեք, ինչքան ուզում եք հարկային օրենսգիրք փոխեք, գիշատիչ բնույթը մեր պետության չի փոխվի։ Ուրեմն դա պետք է արվի, երբ որ ձևավորվի լեգիտիմ ընտրողների առջև հաշվետու իշխանություն, նա անմիջապես պետք է անցկացնի հակամենաշնորհային փաթեթ, համաձայն այն ռեցեպտների, որ մենք առաջարկել ենք, հակակոռուպցիոն միջոցառումներ, այս իշխանությունը դա չի կարող անի։ Եվ այդ ռեֆորմների շարքում նոր կարելի է տեղավորել հարկային այնպիսի օրենսգրքի ընդունումը, որը կերաշխավորի Հայաստանի զարգացումը։